գիշերում մի ջրակ է վառվում Սիրտը փոքրիկ չի կոտրվում Չի մարում քամին պատմում է Բարոդի լեզուն Բայց նա կպատմի նորը այդ կամում Լույսեր, ոսերը, լույսեր, հույսեր Քո սիրտը չի կոտրվում երբեք Թող պատերազմը գոռան մտության մեջ Կամքը հաղթում է, սերը հաղթում է Քո քայլերից սնվում է նորը Կամքը հաղթում է, սերը հաղթում է Սիրով է գրվում վաղվա օրը Դեդե ջան, ինձ փող կտաս Ով Ես տամ, բայց մի րոպե, դու ոնց որ ավելի շատ փող ունես, դուրս տե։ Թվում եմ, էլ ես փող չունեմ։ Թող ես շանսատական եմ, թող ես պետք է առնեմ, որ խմեմ ես փողը։ Ապես անեմ չունեմ։ Քեզ պետք չի եսի արա թող ասում եմ։ Թողնախ, ախ, ես քո հետ եմ անիծել, ախ, ես ով էր, ախ, Արփի ջան, ես տանն ես։ Հա, պապի ջան, քիչ առաջ եմ եկել, եկա մոտը տեսա, որ քնած ես։ Ներիր, աչքս կպել էր։ Այնքան ուրախ եմ, որ արդեն տանն ես։ Չեղավ, քեզ հուզված չտեսնեմ։ Դու չգիտես, որ հենց հուզվում ես, պապիկի սիրտը վատ աշխատում։ Գիտեմ։ Դե վերջ, հանգստացի, պապիկդ ողջ առողջ տանն է։ Հուսամ Ալեքն շուտով տուն կգնա։ Հուսով եմ, պապի, որովհետև ես գիտեմ, պապի, ես գիտեմ, որ Ալեքը ոչ մի կապ չունի այդ թմրանյութերի հետ։ Ես էլ եմ այդպես մտածում։ Դրա համար էլ իմ փաստաբանը իրան օգնում է, ամեն ինչ անում է, որ շուտ տուն գնա։ Եղա, կուզես թե խմենք միասին։ Չէ, պապի, մի քիչ լավ չեմ զգում։ Ուղղակի ուզում էի արթնանաս, քեզ տեսնեմ, մի հատ պինդ գրկեմ ու վերջ։ Այդ ծավը տանեմ։ Արի գրկեմ, մամուշս, արի։ Դե վերջ, հանգստացի։ Ու միշտ իմացի, պապիկը քեզ համար աշխարհն է շուռ կտա։ Դե պարկի։ Պապի, որ նորություն իմանաս Ալեքի մասին ինձ կասես, չէ։ Առաջինը քեզ կասեմ։ Եղա, դե պարկի, հանգստացի։ Պարկի։ Սիրահարված սիրտը ուժեղած ցավում։ Ես ամեն ինչ կանեմ, որ այդ ցավը երկար չտևի։ Անուշս։ Մոնե, կարող եմ մեռել, Չգիտեմ, բայց ինչի արեցիր, որ մեռած լինի, մենք ինչ ենք անելու, եթե ես չանեի ինքն էր անելու։ ամեն ինչ իմ պատճառով էր, Քո չէ, այդ զզվելի խմած մարդու։ կարող է գնանք մի հատ նայենք, Գիժես, բա որ հանկարծ աչքերը բացի դանակով երկուսից վրա հարցակվի։ բա ինչ անենք,
Արի գնանք ստեղից, քանի ոչ մեկ ոչ մի բան չի տեսել։ Շատ եմ վախենում։ Ինչի՞ց։ Դե որ այդ մարդու պատճառով մեզ ոստիկանները բռնեն։ Կարևորը քեզ չի վնասել։ Մանե, Ինչ։ ապրես մեզ փրկեցիր։ Հա, բայց այդ չի նշանակում, որ մենք ընկերներ ենք։ Ուղղակի խղճացի օգնեցի։ Լավ, արի գնացինք։ Արի։ Քո ձեռքի գործն է, չէ՞։ Դու ես չեն հենց արել, որ Ալեքին բռնեն։ Լուրջ, այդ շոֆերին բռնել են։ Այդ ինչ լավ բան ասեցիր։ Ինչ հաշիվ ա որ։ Հերիքա, մի ձևացրու իբրև նոր իմացար այդ մասին։ Սար առաջի անգամ եմ լսում, այն էլ քեզնից։ Բայց շատ ուրախ եմ։ Այնքան ուրախ եմ, որ քո համար մի հատ մեծ նվեր կանեմ։ Ուզում ես ինձ նվեր անես։ Հա, ասա սիրտդ ինչ ա ուզում։ Դե ուրեմն ոնց Ալեքի գլխին սարքել ու հանձնել ես ոստիկանություն, այդպես էլ կգնաս ու կազատես։ Սարա ասում եմ, ես այդ ամեն ինչից կապ չունեմ։ Հա, շատ ուրախ եմ, որ այդ Աննասունին բռնել են, բայց ես կապ չունեմ, էլ ոնց ասեմ քեզ։ Սուտ ես խոսում, սուտ։ Այդ քո ձեռքի գործն է։ Ես քեզ խնդրել էի, որ Ալեքին արբից ազատես, բայց ոչ այս ձևով։ Դու ամենաստոր ձևով է տարեցիր։ Ու գիտես, դու էլ պապայի նման ես։ Մենակ քո մասին ես մտածում։ Դե հերիքա, ով է հետի, որ իրա պատճառով իմ հետ սենց ես խոսում։ Կա ինքը այդքան։ Հա, կա։ Ու այնքան կա, որ մինչև իրեն ոստիկանությունից չազատես, ես քեզ հանգիստ չեմ թողնելու։ Ես տենց բան չեմ անի։ Տարոն, ոնց կարես դու այսքան սառնասիրտ լինես։ Ոնց կարես իմ զգացմունքները անտեսես։ Կարամ, եթե խոսքը այդ Աննասունին ա վերաբերվում, ես ավելի դաժան կարամ լինեմ։ Ինչի համար, Տարոն։ Ես քեզ խնդրել էի, չէ՞։ Դու ես չէ՞ արել։ Ասա, դու ես չէ՞ արել, Տարոն։ Հա, ես եմ արել, լավ եմ արել, ու չեմ փոշմանում իմ արածների համար։ Պետք լինի ավելի դաժան բաներ կանեմ, մենակ այդ Աննասունը արբից հեռու մնա, լսում ես։ Ասա, էլի բան ունես ասելու, ասա։ Տարոն, ես քո համար մեկ եմ։ Իմ զգացմունքները քո համար մեկ են։ Ես մենակ տենց կարայի, այդ ուռոդից ազատվեի։ Իսկ իմ մասին գոնե մի վայրկյան մտածել ես։ Հա, մտածել եմ։ Դու կմոռանաս դրան, ու ամեն ինչ կընկնի իրա տեղը։ Չէ։ Ես Ալեքից երբեք չեմ հրաժարվի։ Ու եթե դու չգնաս ու ոստիկանությունից չազատես Ալեքին, ես կգնամ Ու ինչ։ ու ոստիկանությանը կպատմեմ, որ դու ես Ալեքի գլխին սարքել։ Բարի ճանապարհ։ Ես լուրջ եմ խոսում, Տարոն։ Դե որ լուրջ ես խոսում, ուրեմն լուրջ էլ կլսես։ Դու տենց բան չես անի, թե չէ։ Թե չէ ինչ։ Արդեն ինձ ես սպառնում։ Ասա Հայկ, ինչ որ բան ես ուզում հարցնես։ Ալեքի բավ էի ուզում հարցնել, պարոն Փողգնդապետ։ Դեռ նորություն չկա Հայկ։ Ուղղակի չեմ հասկանում, Ալեքը չէր կարող նման բաների մեջ հայտնվել։ Այդպես թեմաների մեջ չկա, պարոն Փողգնդապետ։ Նկատի ունես, որ չի օգտագործում։ Բնականաբար չի օգտագործում։ Ալեքը չափից դուրս մաքուր մարդ է նման կեղծ գործեր անելու համար։ Քո կարծիքով մաքուր մարդու չափանիշը ո՞րն է Հայկ։ Կամ այդ քո ասած մաքուր մարդու ուզում ես ասես չի կարա սխալվի։ Դե
Կարող ես անկեղծ խոսել, ասա ինչ ես մտածում։ Ես մտածում եմ, եթե մարդը պրինցիպներ ունի ու արժեքներ, նման ստոր քայլի չի գնա, պարոն Խորգնդապետ։ Նույնիսկ այն դեպքում, երբ որ գումարը հարկավոր ու վատ վիճակում է։ Որովհետև ես էլ եմ տենց ապրում ու վստահ եմ Ալեքն էլ։ Քո տարիքում շատ դժվար է հավատալ, որ մարդը անգիտակցաբար, բայց ավելի հաճախ դիտավորյալ կարող պատկանել։ Ուզում եք ասել, ես դեռ այնքան չեմ ապրել, որ հավատամ մարդիկ կարող են այդքան վատ լինել։ Դեմ չեմ, բայց ես ճանաչում եմ Ալեքին։ Լավ քշի Հայկ, քշի չուշանանք։ Այսօր մենք քայլեր ենք անում, վաղը դրանց պատասխանն ենք տալիս։ Իսկ ժամանակի ընթացքում կյանքը ամեն ինչ իր տեղը մտնում։ Ես չեմ հասկանում, ոնց կարող եք ինձ մերժել։ Այն դեպքում, երբ որ աշխատող ու մեծ բիզնես եմ կառավարում։ Նազելի Գեոհամովնա, ես արդեն բացատրեցի ձեզ ստեղծված իրավիճակը։ Դուք չափից շատ մեծ պարտավորություններ ունեք բանկի նկատմամբ, ու այս պահին ձեզ վարկ տրամադրելը հակասում է բանկի շահերին։ Ինձ թվում է դուք չեք հասկանում ես ով եմ ու ինչ կարող եմ անել։ Ցավում եմ, բայց ոչինչով չեմ կարող ձեզ օգնել։ Լավ, ես ձեզ հասկացա։ Բայց այս հանդիպումը այսքանով չի ավարտվում։ Ասեմ, որ այս հանդիպման մասին դուք դեռ կհիշեք, որովհետև չի կարելի մերժել Նազի Ադոնցին ու Մարսել։ Ցավում եմ, որ այսպես եք ընկալում ստեղծված իրավիճակը։ Իսկապես ես ամեն գնով պատրաստ եմ ձեզ օգտակար լինել, բայց ստեղծված պարագայում ես ոչինչ չեմ կարող անել։ Հին վարկերն ու պարտավորությունները չի կարողանում Մարի, նորն է ուզում վերցնի։ Արուս։ Արուս։ Բարև ձեզ, տիկին Նազի։ Պապանուրա։ Խոհանոցում է թե է խմում։ Ասա, որ սպասում եմ։ Տվեք ձեր հագուստը տանեմ սենյակ, տեղյակը պահեմ Գեղամ Խորանիչին։ Հագուստի ժամանակը չի, ասա պապային սպասում եմ։ Լավ։ Եկար պապ։ Կանչեցիր եկա։ Ինչի ես այսպես իրար խառնված։ Չէ, նորմալ է ամեն ինչ։ Նազիկ, ես քեզ նոր չեմ ճանաչում։ Եթե այս վիճակում ես կամ աղդ ապակաս, կամ մաղդ։ Ասա, ինչի մասին ենք խոսել։ Գործի մասին, պապ։ Լավ, հետո։ Ես որոշել եմ մեր բիզնեսը ընդլայնել։ Շատ լավ, հետո։ Բայց դրա համար ինձ մեծ գումար է պետք։ Դա էլ հասկանալի, հետո։ Ես հիմա այդ գումարը չունեմ ու գիտեմ, որ դու էլ չունես, որովհետև խոսքը շատ մեծ գումարների մասին է։ Հա։ Պապ, առաջարկում եմ, որ վաճառենք քո տունը, այդ գումարը ներդնենք բիզնեսի մեջ։ Ինչ։ Նազիկ, դու գիտես, որ նման բան լինել չի կարող։ Պապ, բայց ես հիմա ուրիշ տարբերակ չունեմ։ Այս շանսը բաց թողնել էլ չեմ կարող։ Հիմա մենք մեծ պատվեր ունենք, որը նոր տեխնիկա է պահանջում, տարածքի ընդլայնում է պահանջում, իսկ այդ ամբողջը գումար է, ու մեծ գումար։ Ասացի չէ։ Պապ, ասենք, այդ տունը դատարկ մնալու փոխարեն վատ կլինի, որ վաճառենք դնենք բիզնեսի մեջ։ Ես իմ տունը չեմ վաճառում։ Պապա, չեմ հասկանում, անիմաստ դատարկ մնացել է այդ տունը։ Լավ չի լինի վաճառենք դնենք բիզնեսի մեջ, ես քեզ խոստանում եմ, շատ կարճ ժամանակում այդ գումարը կկրկնապատկվի։ Նազիկ, վատ ես հասկանում։ Պարզ ասում եմ, ես իմ տունը չեմ վաճառում։ Ու չկրկնես այդ առաջարկը։ Պատասխանը միշտ նույնն է լինելու։ Բայց ես հիմա ինչ անեմ։ Պապ, որտեղից այդքան գումար ճարեմ, որ կարողանամ մտածածից տակից դուրս գալ։ Ուրեմն ոտքերդ վերմակից չափով մեկնիր։ Չէ, պապ, ես իմ մտածածը իրագործելու եմ։ Ու քանի որ դու դեմ ես, որ քո տունը վաճառենք, ուրեմն ես իմ տունը կվաճառեմ։ Ինչ ես տենց նայում։ Դու ինձ ուրիշ տարբերակ չես թողնում։
Դու ես արգելել բանկերի հետ գործ ունենալ, դրա համար վարկ չեմ վերցնում։ Նազիկ, դու հասկանում ես, որ դա մորից մնացած միակ հիշատակն է։ Գիտեմ, ամեն ինչ էլ գիտեմ։ Բայց ես վստահ եմ, որ մաման շատ կուզեր, որ մեր բիզնեսը զարգանա։ Պապ, ես հստակ որոշել եմ։ Եթե դու դեմ ես, որ քո տունը վաճառենք, ուրեմն ես իմ բնակարանը կվաճառեմ։ Հա, կվաճառեմ ու կտեղափոխվենք։ Դու խելքդ հացի հետ ես կերել։ Այդ տունը վաճառելու փոխարեն մանր քայլերով առաջ գնա, մինչև կհասնես բուն նպատակիդ։ Պապ, դա շատ ժամանակատար է։ Մեծ ժամանակ է պահանջում, իսկ դու ինձ սովորեցրել ես, որ բիզնեսի մեջ ամեն վայրկյանը փող է։ Նազիկ, դու նման բան չես անի։ Կանեմ։ Ես որոշել եմ, պապ։ Ես մամայից հիշատակ մնացած տունը վաճառում եմ ու գումարը դնեմ բիզնեսի մեջ։ Ու այսօր երեկոյան ընթրիքին կհայտարարեմ դրա մասին։ Բալես, լավ ես։ Նենց եք հարցնում, ոնց որ ինչ-որ մեկիդ հետաքրքիր է, թե ես ոնց եմ։ Հա, բայց իհարկե հետաքրքիր է, ինչ է եղել։ Որովհետև դուք բոլորդ ձևացնում եք իբր կարևոր եմ ես ձեր համար, բայց իրականում ամեն մեկդ մենակ ձեր մասին եք մտածում։ Սարը ինչ ես խոսում։ Ասածներդ ոչ խելքին մոտ, ոչ իրականությանը, ինչ է եղել։ Հա դե։ Խոսքով բոլորդ կարողանում եք համոզեք, բայց հենց պահը հասնում է գործին, մոռանում եք, որ սառը գոյություն ունի։ Սարը ջան, քեզ ով ա նեղացրել։ Բոլորդ։ Բոլորդ, դու, Տարոնը։ Ես։ Հա։ Մոռացել ես, որ ասում է իր Ալեքից հեռու մնա։ Ալեքը հիմա բանտում է։ Ու բոլորդ գոհ ու երջանիկ եք։ Դե թքած, որ Սառայի սիրտը ցավից պայթում է։ Չհասկացա։ Ալեքը բանտում է։ Իբր չգիտես։ Ազնիվ խոսք չգիտեմ։ Հա, որ իմացար ինչ։ Ինչ ես անելու Ալեքի համար։ Սարը ջան, ես չգիտեմ ինչա կատարվել։ Ես քեզ ոնց մի բան խոստանեմ։ Լավ է։ Դու էլ Տարոնի նման մենակ օդի մեջ ես ինձ սիրում, հոգ տանում իմ մասին։ Ու եթե ձեզ ինչ-որ բանում խանգարում եմ կամ նենց չեմ անում, ոնց դուք եք ուզում, ուղղակի մոռանում եք իմ մասին։ Տարոնը ինչ կապ ունի։ Կամ քո պահվածքը։ Ինչ ես քեզ sense պահում։ Տարոնը ամենաուղիղ կապը ունի, բաբ ջան։ Որովհետև Տարոնը Ալեքին արփից հեռու պահելու համար այս ամեն ինչը կազմակերպեց։ Իսկ դու ուղղակի ձեռքերդ լվանում ես, որովհետև դու էլ ես դեմ իմ ու Ալեքի սիրուն։ Սարա։ Լավ էլի պապ, էլ ոչ մի բան չեմ ուզում լսեմ։ Մեկ է, ես բոլորիդ համար մեկ եմ։ Տենց չի Սարա։ Հերդ է երևի։ Այսքան շուտ։ Իրանից չի։ Արուս։ Ասեք տիկին Նազի։ Ասում ասեք տիկին Նազի, դուռը բացի։ Հիմա։ Բարև ձեզ։ Հայ, Տարոն ջան, բարև, ես ինչ լավ անակնկալ էր։ Արուս, Տարոնին էլ թեյդիր։ Հենց հիմա։ Բարև աղբերս։ Բայց ինչ կա, ինչի ես եկել։ Դե իմացա ինչա պատահել, ասացի գամ գերամ խորանիչին տեսնեմ։ Էլ ասում ես այ աղբեր։ Խեղճ պապս այդ շոֆերի պատճառով կրակներ ընկել։ Բայց լավ է, ոնց ասում են, փառք Աստծուն։ Հիմա ամեն ինչ նորմալ է։ Կարևորն էլ է դա։ Այդ շոֆերը այդ ինչա լինելու։ Այդ արդեն մեր խնդիրը չի աղբերս։ Բայց ոնց ջոգում եմ, կփագեն, չէ՞։ Ճիշտ էլ կանեն։
Շատ ճիշտ կանեմ բալես, որովհետև դրա նման սրիկաներին պետք է հասարակությունից մեկուսացնել։ Հա, համաձայն եմ։ Անկեղծ ասած ես էլ որ իրան առաջի անգամ տեսա, վստահություն առհասարակ չներշնչեց։ Հերիքա։ Քանի դեռ մարդու մեղքը ապացուցված չի, մարդը անմեղ է։ Ու հետո հերիքա անկապ խոսակ, դուք ոչ մեկը Ալեքին չեք ճանաչում նորմալ։ Արփին ճիշտ է ասում։ Սպասենք տեսնենք ինչ կլինի։ Եվ հետո մենք ոչ մեկս գաղափար չունենք։ Չգիտենք, որտեղից է այդ աղբը հայտնվել մեքենայի մեջ։ Էնպես որ իզուր տեղը Ալեքին մի մեղադրեք դեռ։ Նա ավելի պապի, էլ որտեղից պիտի հայտնված լիներ։ 1000 ու մի տեղից։ Պապի, ամեն ինչ պարզից էլ պարզ է։ Ինչն է պարզարեն։ Էն որ այդ թմրանյութը պատկանում է Ալեքին։ Ով գիտի եկել այն դու մեր տանն է աշխատում շոֆեր, որ մարդիկ իր մասին լավ կարծիք ունենան։ Բայց երևի գիշերներն էլ գնում է դրա առուծախով զբաղվում, չէ՞։ Բայց իրոք, մինչև այդ շոֆերի հայտնվելը sense դեպքեր չէր եղել։ Ասա որ ճիշտ եմ ասում։ Կարող է ես ու Տարոնն ենք տարել այդ թմրանյութը դրել պապի ավտոյի մեջ, չէ՞ Տարոն։ Ես տպավորությունով ոնց որ երկուսով պայմանավորված լինեք իրար հետ։ Արփի ուր, թեյը բա։ Հանգիստ թողեք, հա ինձ։ Լավ, ինչով եմ։ Կարևորը գեղամ խորենիչը լավ է ու տանում։ Հա, իսկապես։ Բայց sense դեպքեր որ լինում է, իմ մասին մի մոռացեք։ Վերջի վերջո հարազատ եմ, չէ՞։ Հա, իհարկե, օտար չես, ուրիշ չես մեզ։ Ուղղակի ամեն ինչ այնքան արագ ստացվեց, որ չհասցրեցի կողմնորոշվել։ Ես իմ թեյը խոհանոցում կխմեմ։ Ես էլ մի հատ Արուսին բան ասեմ գամ։ Աշխատի բերանդ փակ պահես։ Ես էլ գնամ Արփիի մոտ։ Մտեք։ Կարելի է։ Ինչ ես ուզում Տարոն։ Եկել եմ որ խոսենք։ Ինչի մասին։ Մեր Արփի, մեր մասին։ Տենց հասկացողություն չկա, գոյություն չունի։ Կամ ես ու կաս դու, մենք չկա Տարոն, նենց որ գնա։ Կարող է այդ շոֆերի հետ պատահածից ես սենց անտրամադիր, ոնց որ վրետ ազդել է, հա։ Իսկ դու ոնց տեսնում լավ ուրախ ես այդ առիթով։ Լավ էլի Արփի, ով է ինքը որ իր պատճառով իմ մոտ ինչ-որ բան պետքա փոխվի, նույնիսկ տրամադրություն։ Չէ, լավ էլ փոխվել է տրամադրությունը, գիտես մի տեսակ շատ ուրախ ես, բավարարված։ Բեր տենց կատակներ մի արա ու արի ավելի լավա լուրջ թեմաներից խոսենք։ Ես քո հետ ոչ կատակ եմ անում, ոչ էլ ինչ-որ լուրջ բանի մասին խոսալու ցանկություն ունեմ, նենց որ գնա Տարոն, գնա իմ սենյակից, մեր տնից ու ընդհանրապես իմ կյանքից։ Երբեք չի լինի տենց բան, որովհետև ես քեզ սիրում եմ Արփի։ Իսկ ես քո հանդեպ ոչ մի բան չեմ զգում, ու եթե սենց շարունակես, ատելու եմ քեզ։ Բա սկսի, այդ ավելի լավ է ինձ թվում է, քան թե անտարբերությունը։ Համ էլ ոնց են ասում, ատելությունից սեր մի քայլ է։ Գնա իմ սենյակից Տարոն։ Սաղին կոչնչացնեմ, ով կհանդիպի մեր ճանապարհին։ Ոչ մեկին թույլ չեմ տա քո կողքը լինի։ Գնա Տարոն։ Քո ինքնագնահատական ունեցող մարդը չի կարա երկար մնա միտեղ, որտեղ իրան ուրախ չեն։ Թարսի պես այս տանը իմ համար միշտ ուրախ են։ Բոլորը բացի ինձնից։ Ոչինչ, առանց դրա էլի մկնես։
Պապի, ո՞նց ես։ Ես քեզ համար պապի չեմ, Գեգամ Խորենիչ։ Դե ես քեզ ընտանիքի անդամ ընդունելով եմ տենց դիմում։ Հետո ով գիտի վաղը չէ մյուս օրն ինչ կլինի։ Վաղը չէ մյուս օր ինչ էլ լինի, դու տեղը դիմացիր։ Կոպիտ ես, Գեգամ Խորենիչ, կոպիտ ես։ Ես այդ տեսակ մարդ եմ։ Չես հավանում ինձ հետ մի շփվիր։ Ոնց կասես։ Հետո դե Արփին քեզ շատ ա սիրում, ես էլ հաստատ չեմ ուզում քեզ նեղացնեմ։ Ու մի բան էլ։ Լսում եմ։ Թորից սեռու մնա։ Այդ մեկը չելնող բանը։ Աշխարհն էլ շուր գա, Արփին մեկ կա իմնա լինելու։ Դա դեռ հետո կտեսնենք։ Բայց ես Արփիի մասին չէի ասում։ Արենից հեռու մնա։ Արենը ճիշտ է, սխալներ ունի, բայց լավ տղա է ու կարգին մարդ է։ Չլինեմ չիմանամ, օգտագործես Արենին։ Չհամարձակվես, թե չէ ինձ հետ գործ կունենաս։ Ներվերդ պինդ պահի, Գեգամ Խորենիչ։ Մեծ մարդ ես, առողջությանդ վնաս է։ Ասածս չմոռանաս։ Ու հիշիր, որ ես քեզանից չեմ վախենում։ Լավ կանես վախենաս, պիծը։ Ես պարոն կապիտանը դեռ տանը չի։ Չէ, դեռ չի եկել։ Հա, պաստորեն շուտ եմ եկել։ Բայց ոնց որ այս ժամն էր, չի ասել։ Հա, հեսա բոլորը կգան։ Լավ, դե ասա ինչ պակաս բան կա, օգնեմ անենք ինչև կան։ Չէ, ոչինչ բան։ Դու որ այստեղ ես արդեն ինձ համար ամեն ինչ։ Մտածում եմ ճիշտ լինի գնամ, հետո հյուրերի հետ կգամ էլի մի անգամից։ Չէ, Ալեք։ Խնդրում եմ, գոնե թող այս անգամ ասեմ այն ինչ մտածում եմ։ Սարա, խնդրում եմ։ Հետո վստահ եմ երկուս էլ մեզ վատ ենք զգալու այս եղածի համար։ Ալեք, ես քեզ սիրում եմ։ Սիրում եմ քեզ։ Այդ ինչ ծավալի գործ ես նախաձեռնել, որ ուզում ես այս տունն էլ վաճառես։ Մայր ջան, արդեն հարցրեցիր, պատասխանեցի, ինչ ես նորից հարցնում։
Որովհետև ուղեղից մեջ չի տեղավորվում։ Մարդիկ բիզնես են դնում, փող են աշխատում, որ տուն առնեն, դու մորիցդ հիշատակ մնացած տունը վաճառում ես, որ դնես գործի մեջ։ Դե օրինակ ես շատ բիզնեսմենների գիտեմ, որ տունն են գրավ դրել կամ վաճառել են ու այդ գումարները դրել են գործի մեջ։ Հետո այնքան փող են աշխատել, որ ավելի մեծ ու շքեղ տներ են առել ու ոչ միայն տներ։ Հորդ հետ խորհրդակցել ես, հա։ Գիտի ինչի վրա ես ուզում ծախսես այս փողը։ Պապան ինձ լիարժեք վստահում է։ Ինքը գիտի, որ ես իր աղջիկն եմ ու հաստատ հաջողության կհասնեմ։ Նազիկ ամեն դեպքում այս քայլին գնալուց առաջ խորը մտածի։ Ամեն դեպքում խոսքը քիչ գումարի մասին չի։ Ու հետո այստեղ կարևորը գումարը չի։ Մայր դու հանգիստ եղի, հա։ Ես իրոք գիտեմ ինչ եմ անում ու ինչի համար եմ անում։ Ինձ թվում է վաղվանից սկսենք մեր իրերը հավաքել, որ տեղափոխվենք պապայի մյուս տուն։ Եթե տեղափոխվելու ենք իմ տուն։ Բայց ինչի։ Դե որովհետև այն ժամանակ, որ մամատ լավ չէր, դու նախընտրեցիր իր կողքին լինես, որ մոտ լինես, կարողանաս խնամես։ Համաձայնեցի, չէ՞։ Իսկ հիմա եթե պիտի տեղափոխվենք մեր տուն։ Բայց մայր։ Էլ բայց չկա, չի քննարկվում այս հարցը։ Ոնց ասում եմ, տենց էլ պիտի անենք։ Լավ, մայր, ոնց ասես։ Լսում եմ։ Լևոն, ես եմ, Արփին։ Հա, Արփի ջան, ասա, լսում եմ։ Ալեքից ինչ-որ նորություն կա։ Չէ, Լևոն, չկա, նորություն չկա ու ես գժվում եմ անճարությունից։ Հասկանում ես, Ալեքը մենակ է ու ես ոչ մի բանով չեմ կարող իրան օգնեմ։ Չգիտեմ, կներես էլի, որ քեզ եմ զանգել, ուղղակի այս պահին ես ոչ մեկի չունեմ, որ կիսվեմ զգացածիս մասին։ Հա, Արփի, հանգստացի, շատ ճիշտ ես արել, որ զանգել ես։ Հիմա ինձ ասա, ինչով կարող եմ օգնել։ Դե որ լսում ու հասկանում ես, այդ հերիք է ինձ։ Հա, հասկացա։ Փոշմանեցիր, հա, որ զանգել ես։ Մտածում ես հաշմանդամը ինչով կարա քեզ օգնի։ Լևոն, դու որերորդ անգամ արդեն այս խոսքերն ես ասում։ Ես քեզ քանի անգամ պետք է ասեմ, որ տենց չխոսաս։ Ես երբեք քո մասին տենց բան չեմ մտածել։ Արփի, լսի ինձ ու փորձի հանգստանաս։ Ես վստահ եմ, որ Ալեքի հետ կապված ամեն ինչ լավ է լինելու։ Չի ես տենց վստահ ասում այդ։ Հա, մի բան կա, որ դրա մասին չեմ ուզում հիմա խոսել, բայց հենց լինի կիմանաս։ Լևոն, կարաս հիմա ասես։ Հիմա շատ բան չեմ կարող ասել, բայց հանգիստ եղի։ Իմացի, որ Ալեքը մենակ չի։
Ամեն ինչ քո սրտով է տարոն։ Մենակ մի հարցում ես սխալվել։ Քեզ սխալ գործընկեր ես ընտրել։ Տարենը անմեղսունակի մեկն է։ Իրանից ոչ մի բան չի ներկայացնում, բայց շատ է վեր թռնում։ Չնայած այդ ապուշին կարելի է մի լավ օգտագործել։ Բա հետո ինչ եղավ։ Հետո մանան ինձ պաշտպանեց։ Եթե չօգներ, այդ մարդը ինձ սպանելու էր։ Մամա ջանես ինչ վախենալու է։ Հա, իրոք որ վախենալու է։ Ես էլ այդ բային քարը վերցրեցի ու խփեցի մարդու մեջքին։ Մենք էլ փախանք։ Ոնց, բա ինքը ձեր հետևից չի վազել։ Չէ, որ քարով խփեցի ինքավ գետին ու չէ շարժվում։ Բա ինչ մեռել է։ Շատ եմ վախենում, որ հիմա այդ մարդը մեռած լինի։ Եթե մեռած լինի, ոստիկանները գալու են մեզ տանեն բանտ։ Այ կրիսի ճտեր, այդ ինչ է կտե քչփչում։ Ոչ մի բան։ Ոնց ոչ մի բան։ Ուրեմն ես չեմ լսում, հա։ Չնել ինձանից թակում բան եք պահում։ Հա, կարող է փողմող եք պահում։ Չէ։ Ճիշտ եք ասում։ Հա, երեխեքին ասեցի ուղղակի ես կարող եմ կտորից տիկտիկներ կարամ, որ խաղանք։ Դուք խաղալու համար չեք ծնվել, դուք ծնվել եք, որ աշխատեք Ռոզան ապրի։ Հասկացաք։ Ձեր հետ եմ։ Հա, եղավ։ Կուկլա չդենամ, թե չի կուկլեկտե կվարեմ ձեզ էլ։ Հասկացաք։ Իսկ հիմա ռադեղ եք, վերընկեք ձեր տեղ ու քնեք։ Ծպտունները չլսե։ Ով կապ է, ոստիկանությունից է։ Ստանալու եմ բանտ։ Ես ուր որ գնում եմ, հաստատ քո կամքով եւ ցանկությամբ չես տանի։ Ուր ես գնում որ։ Ալեքի մոտ։ Այսինքն դրան բաց են թողել։ Ես ընդհանրապես ոչ մի բանի հետ կապ չունեմ։ Ինչ ես ուզում ինձանից, պապի։ Մորդ ոսկու հետ էլ կապ չունեիր։ Բայց քո մոտից կտա, չէ։ Ինչի ես հիմա, ինձ ուղղակի վիրավորում։ Ինչի դու ունակ ես վիրավորվելու։ Եթե ունակ լինեիր, ինձնից էլ Ալեքից էլ ու Տարոնից էլ հեռու կփախչեիր։ Չնայած ում ինչ եմ ասում։ Ալեք։ Ոնց էիք ես կանատել։